Վերջին զանգը սերիալում լարվածությունը կտրուկ սրվում է ամեն ինչ հասել այն կետին, որտեղ սերը, վրեժը և ճշմարտության որոնումը սկսում են բախվել միմյանց, թողնելով հետևում միայն ցավ, կոտրված սրտեր ու չբացված գաղտնիքներ։ Սեմի կրակոցը ցնցում է բոլորին, նա ում հոգին պատառոտված էր տարիներով պահված ցավից ու վրեժի մոլուցքից, որոշեց դատաստան տեսնել իր հոր, ենթադրյալ մարդասպան Հենդոյի հետ։ Բայց ճակատագրի դաժան խաղի արդյունքում ատրճանակից դուրս եկած գնդակը կպնում է ոչ թե Հենդոյին, այլ նրա ամենամոտ մարդուն, նրա քրոջը Մերիին։ Այս պահը մղձավանջային է, Մերին սարսափած դեմքով ընկնում է Սեմի ձեռքերի մեջ, աչքերը մարում են լի կսկիծով ու ցավով։ Իհարկե, հաջորդ սերիայում Սեմը գրկելու ու գոռալու է, բայց դրանից ոչինչ չի փոխվելու։ Բոլորը շոկի մեջ են, բոլորը քննարկում են արդյոք կմահանա։ Կյանքի ու մահվան սահմանագծին գտնվելը նրան դարձնում է սերիալի գլխավոր հերոսներից մեկը։ Սեմի ներսում ամեն ինչ փլվում է, նա հասկանում է, որ վրեժի մոլուցքը խլել է իրենից իր ամենաթանկը։ Այժմ ոչ մի արդարացում, ոչ մի նրա համար էանում արտահայտություն չի կարող մաքրել իր արածի ցավը։ Նա խեղել է սեփական ընտանիքը բառի բուն իմաստով։ Միևնույն ժամանակ Աննան չի կարողանում հանգստանալ, նրա ներսում սկսած կասկածներն ավելի են խորանում։ Նա վստահ է, որ լսել է Սոսի ձայնը։ Այդ ձայնը չէր կարող որևէ մեկին շփոթեցնել, տարիներ առաջ լսած, բայց երբեք չմոռացված։ Նա իր լսածի մասին խոսում է Միքայելի հետ, այդ խոսակցությունը դառնում է սյուժեի ևս մեկ վճռական հանգույց։ Միքայելն, ով տարիներ շարունակ մեծ վարպետությամբ թաքցրել է անցյալի իր գաղտնիքները, որոշում է գնալ Բագրատի մոտ։ Նա ցանկանում է լսել նրա փեսայի ձայնը։ Այդ փեսան իրականում Սոսն է, ով նոր անուն, ով նոր կերպարով վերադառնալու է։ Իհարկե, արդեն Սոսը, բայց ոչ այն խեղճ ու աղքատ Սոսը, այլ նոր անուն հեռուստասերիալում, Սոսը բոլորովին նոր կերպարով, հարուստ ու ազդեցիկ տղամարդու։ Միքայելը փորձելու է պարզել, արդյոք Աննայի կասկածները ճիշտ են։ Երբ նա լսի այդ ձայնը, կսառչի։ Այդ ձայնն անկեղծ, ուժեղ, հստակ և հաստատ Սոսի ձայնն է։ Ինչպես ակնարկում է Բագրատը, ինչ կզգա նա, երբ տեսնի իր գործընկերոջը։ Հեռուստադիտողներին այժմ հետաքրքրում է մեկ հարց. արդյոք կապրի Մերին, արդյոք Սեմը կների ինքն իրեն, իսկ Աննան ինչ քայլ կանի, երբ համոզված լինի, որ Սոսը ողջ է և ամուսնացել է իր քրոջ Լիլիթի հետ, և արդյոք Սոսի վերադարձը պատահականություն է, թե ծրագրված հաշվեհարդար, որի ժամանակ ամեն մեկը կվճարի անցյալի իր սխալի համար։ Վերջին զանգը սերիալն այլևս պարզապես սերիալ չէ, դա մարդկային կյանքի անկանխատեսելիության, սխալների ու վերածնունդների մասին դրամա է, որը արդեն վաղուց անցել է հեռուստատեսության սահմանները և դարձել հանրային հուզմունքի ու քննարկումների գլխավոր թեման։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկանաք նոր սերիալների, սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Նշենք, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, իսկ տեղեկացված կլինեք, եթե միանաք մեր ալիքին և իհարկե միացնեք զանգակ կոճակը առաջինը տեսանյութերը դիտելու հնարավորությունը ստանալու համար, իսկ հեռուստասերիալում իրադարձությունները գնալով էլ ավելի են լարվում։ Սեմն ամեն ինչ ասեց Ֆաինային։ Բնականաբար, Ֆաինան Սեմի մոտ պաշտպանեց իր պապիկին, ասելով, որ այդ մեղադրանքները սուտ են և նա պետք է պատասխան տա դրա համար։ Սակայն նա հասկացավ, որ Սեմը հենց այնպես չէր կարող մեղադրել իր պապիկին ու գնաց Հենդոյի մոտ, ասաց բացատրություն տուր։ Սակայն Հենդոն բացատրություն չուներ, միայն սպառնում էր և նրան ասաց որտեղից ես գտնում այդ տղաներին։ Բնականաբար Հենդոյի մոտ արդեն վախ է առաջացել, որ շատ շուտով կբացահայտվի աններելին։ Չնայած Աննան բավական մեծ սեր է զգում արդեն Միքայելի հանդեպ, սակայն անցյալի ստվերները նրան դեռ հետևում են։ Ինչպես նշեց, նա սիրում է Միքայելին, բայց դեռ Սոսին մոռանալ չի կարողանում։ Ինչ կլինի, եթե պարզվի, որ Սոսը ողջ է, ավելին, նա ամուսնացել է իր հարազատ քրոջ հետ, այն քրոջ, ով ամեն ինչ արեց, որպեսզի նրանք բաժանվեն։ Իսկ այդ գաղտնիքի բացահայտման հետևանքով կխարխլվի բոլորի ընտանիքները, հատկապես Անետն ինչպես է պատասխան տալու, երբ
Աննան իմանա ճշմարտությունը, իմանա, որ Անետն այսքան տարիներ ապրել է իր հարկի տակ ու իրեն խաբել։ Հենրին ու Անգելինան շատ լավ հասկանում են, որ այս ամենը ծուղակ է նրանց համար և բոլորովին էլ նրանց ծնողները մտադրություն չունեն, որպեսզի թողնեն նրանք երջանիկ լինելու, բայց պայքարում են, որպեսզի հասնեն իրենց ուզածին։ Արդյոք նրանք կկարողանան հաղթահարել բոլոր փորձություններն ու լինել միասին, ցույց կտա միայն ժամանակը։ Սակայն ինչպես Հենրին, այնպես էլ Անգելինան պայքարում են իրենց երջանկության համար։ Դե ինչ, միացեք մեզ, որպեսզի միասին բացահայտենք հեռուստասերիալում կատարվող ամենաինտրիգային գաղտնիքները։ Իսկ հեռուստասերիալի ամենալարված ու հետաքրքիր սերիաները դեռ առջևում են։ Միացեք մեր ալիքին ու միասին բացահայտենք ամենահետաքրքիրը։ Գրեք նաև, թե այս հեռուստասերիալում որ կերպարին եք ամենաշատը հավանում և որ կերպարի մասին կցանկանայիք ավելին իմանալ։